Բարև ձեզ, ամբողջ աշխարհով սփռված իմ հայացքը։ Այսօր տեսեք ներկայացնում եմ մեր երկրի ղեկավարը, ինչ է ցույց տալիս։ Այս գիրքը տեսեք, Մայր Աթոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր հայոց։ Այս եւ ահա այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի Հարգելի հայրենակիցներ, ինչ շատ հետաքրքիր է, որ ինքը սենց հանգիստ, նստած, բոլորի տուղեղները լվանում է, որ ինքը հայ եկեղեցի հետևորդ է, որ ինքը կանոնակարգ է կարդում։ Նուժելի դուք հավատում եք այս սթերին նորից, այս մանիպուլյացիային։ Արեք մի հատ տեսնենք, թե ես ինչեր եմ ասել եւ ինչ է եղել։ Քանի որ 7 տարի նա կառավարության գլխին նստած է։ Միթե նա նոր իմացավ, եթե այդպիսի բան կա, թե հետապնդում է եկեղեցուն, եւ արեք, եթե խոսում ենք դեմոկրատական երկրից, օրենքով երկրից, ես ուզում եմ հարց հղել վարչապետին։ Եկեղեցին առանձին մարմին է, իր հոգևոր դասով, չի պատկանում պետությանը, իր կարգու կանոնով։ Եկեղեցին իրավունք ունի ինքը իր մեջ եպիսկոպոսական թեմով ընտրի վեհապար կամ ոչ ընտրի վեհապար։ Դու այսքան տարիների ընթացքում քո բոլոր արած սխալներով 5000 երեխա թաղելով, 10000 վիրավոր թողելով, Ղարաբաղը կորցնելով, բախի քո աթոռոջ թողեցիր, աշխարհի վրա մի հատ երկիր չկա, որտեղ պարտված երկրի վարչապետը նորից դառնում է վարչապետ։ Քո գրած գիրքը դու կարդացել ես։ Կարդացել ես մեջը ինչ անվայել բաներ ես ասում, որ մարդկանց գլուխը լվում ես, ասում ես կարդում եմ հայոց պատմություն, մեր պապերի թողած ավանդույթները, ինչ ավանդույթից ես խոսում, մեր պապերը քեզ թողել են ավանդույթը, որ մեր երկրում գերի, լեսբիան քանակը դու ավելացնես, հա? Մեր պապերը քեզ թողել են այդ ավանդույթները, որ դու այսօր մանիպուլյացիան ես ժողովրդին, այն հողը, որ մենք կորցրել ենք, առանց ամանչելու մի հատ պուճուր պրիչին բռնելով լցես ամբողջ բերետավոր անասուններին, ամբողջ աշխարհին ցույց տաս ամբողջ երկրագնդի, որ միլիցեքը կարան եպիսկոպոս ծեծեն, էսա քո կուլտուրան։ Էս է կայ ժողովուրդ, ամեն օր նստած, թե դուք ուզում եք վախից նստեք տունը, ձեզ համոզեք, որ ձեր վարչապետը ճիշտ էր ասում, հա։ Էս 5000 մերերը սև շորերով, Այս քո գրած գիրքը ժողովուրդը չեն կարդացել, մարդ կարդակ այդ գրքի մեջ, նա ինչ պոռնկություն ու անառակություն է խոսում, արձանի հետ կապված ինչեր ես դու խոսում, մի հատ հասկացեք, հələ ժողովուրդ, ով ինչից է խոսում,